Գանձասարի վանքում հանձնաժողովի անդամների ուշադրության կենտրոնում համալիրի պարսպապատի երեսպատման աշխատանքներն էին։ Վերականգնող ճարտարապետներ Ստեփան Նալբանդյանն ու Գագիկ Սողոմոնյանը 1989 թվականին կազմել են Գանձասարի վանքի նախագիծը, որը ուղեցույց կարող է հանդիսանալ բոլոր վերականգնողական աշխատանքների համար։ Նրանց կարծիքով հայկական ճարտարապետական այս կոթողում, ինչպես նաև մյուս հուշարձաններում, ինչ-ինչ աշխատանքների համար հիմք կարող է հանդիսանալ միայն հեղինակավոր գիտամեթոդական խորհրդի եզրակացությունը։ Շատերը պնդում էին, որ ամրոցը չկա, բայց ամրոցը միանշանակ 10 թվականի նկարը Երմակովի արված նկարներն են, որ անցել է Գանձասարի տարածքում եւ փաստացի արդյունքում, որ ամրոցը կա ուղղակի վերանորոգման կարիք ունի, այս իր նկարներն են։ Եվ ունենք մենք արված 76 թվի լուսանկար, ես ինքս անձամբ 78 թվականի լուսանկարներ ունեմ, որտեղ ամրոցը կա։ Պարսպաշարը ոչ թե ճարտարապետական, այլ պատմական արժեք է, որը այսօրվա սերունդը պարտավոր է պահպանել եւ փոխանցել։ Պատմականությանը հակասող բոլոր նորամուծությունները խաթարում են հուշարձանի տեսքը, կարծում են վերականգնող ճարտարապետները։ Ինչ է նշանակում անշուք, պատմությունը մեզ այսպես է հասցրել ամրոցը։ Ուրեմն մենք պարտավոր ենք մեր սերունդներին նույն ձևով ներկայացնենք ամրոցը։ Ու միանշանակ այս կողմին դրած ասկույթը բան դրանք բոլորը հակասում են հայ միջնադարյան ճարտարապետությանը։ Նորահայտ կառույցներ ու ավելորդ միջամտություններ ոչ միայն Պարսպի վրա, այլև Գանձասարի վանքի տարածքում մասնագետները արձանագրեցին։ Վիմագրագետ Աշոտ Մանուչարյանը հնդածը ստուգեց վանքի պարսպաշարի վրա եղած հնագույն արձանագրությունները։ Դրանք բարեբախտաբար չեն վնասվել։ Ինչ վերաբերում է պարսպաշարի երեսպատմանը, ապա հանրային խորհրդի աշխատանքային հանձնախմբի անդամ ճարտարապետների կարծիքով իմ միանշանակ կարծիքով պետք է քանդվել այդ բոլոր նորարարությունները եւ համապատասխան մարդկանց գիտամեթոդական խորհուրդների քննարկմամբ առաջարկներով հանդես գան հնագետներ, սեյսմոլոգներ, ինժեներներ, ճարտարապետներ եւ այլն բոլորով համատեղ մի հատ լուծում տան իր հիմն նախնական տեսքը պահպանելու համար։ Եթե իսկապես դրա կարիքը կա, իբրև թե պատերը խարխլված են եւ այլն։ Համենայն դեպս մենք նոր շրջագայացինք, ես այդպեսի ծայրահեղ խարխլված բան չեմ տեսել։ Դրանք շատ հեշտությամբ կարելի է վերանորոգել։ Առանց մասնագիտական խորհրդատվության են կատարվել աշխատանքները նաև Ծմակահողի 13-րդ դարի հանրահայտ վաճառի եկեղեցում։ Գյուղացիները հավաքվել ու փորձել են սեփական ուժերով վերանորոգել փոքրիկ եկեղեցին։ Դա գովելի է եւ ուրեմն կապված է ժողովրդի հոգեվոր վերածննդի հետ, դեպի հայրենագիտություն, դեպի արժեքներ, ազգային եկեղեցական արժեքներ, բայց պետք է այդ ամենը կատարել մասնագիտական մոտեցմամբ։ Մենք ունենք գրությունը պարոն Շահվերդյանի թույլտվությամբ, որպեսզի տղաները այս վերանորոգումը սկսեն։ Եկեղեցում կատարված ոչ մասնագիտական շինարարական աշխատանքների մասին հանրային խորհրդին իրազեկել են պատահական այցելունները, հահազանգելով, թե դրանց ընթացքում ոչնչացվում են պատմական որմնանկարներն ու արձանագրությունները, աշխատանքները դադարեցվել են։ Եկեղեցում կատարված շինարարության հետքերը մնում են։ Խեցաքարե բեմասանդուղքի բակասող ոտքերը շարվել են այլ քարից, նորաուճ սեղան է տեղադրվել բեմում, ցեմենտապատվել է հատակը եւ այլն։ Իհարկե որակի մասին խոսելը անհնար է, որտեղ այստեղ որակ գոյություն չունի արվածի մեջ եւ մասնագետի հսկողությունից զերծ է մնացել այս բոլոր աշխատանքները։ Տվյալ դեպքում վաճառի եկեղեցում կատարված ինքնաբուխ վերանորոգումների փաստը որքան էլ տրվատելի է, նույնքան էլ համապատասխան կառույցների անուշադրությունն է անընդունելի։ Վիմագրագետը ուրախությամբ արձանագրում է, որ գյուղի երիտասարդները սրտացավ են եղել։ Վերաբերում է վիմագրերին, ապա անկեղծորեն կասեմ, որ հիմնականում անխաթար վիճակում են։ Դա խոսում է նրանց ցուցաբերած զգուշության, նաև պատասխանատվության մասին։ Հանրային խորհրդի անդամ Ժասմեն Ասրյանի կարծիքով էլ իր նախկին այցելությունից հետո վերանորոգման արդյունքում ինչ որ բաներ արդեն հուշարձանը կորցրել է։ Պատմական հուշարձանների տնօրինման ու պահպանման ոլորտում օրենսդրական բաց կա համաձայն է հանրային խորհրդի անդամը եւ հետագա փոփոխություններն այս ոլորտում չի բացառում։ Եթե մասնագետներին նույնիսկ ինչ որ միտեղ պետքա համախմբվեն, խորհրդակցեն եւ գան ընդհանուր եզրակացության, ապա գյուղապետը ոնց կարող է որոշել որևէ հուշարձանի ճակատագիր։ ԼՂ կառավարության աշխատակազմի կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերով բաժնի պետ Աշոտ Սարգսյանի հետ զրույցի թեման հուշողը գյուղացիների սերն էր Աստծո հանդեպ, որի վկայությունը հանձնախմբի անդամները տեսան վաճառի եկեղեցում։ Այս ամեն ինչ ցույց է տալիս, որ ուզում են կապել եկեղեցու հետ, բայց հնարավորություն եւ հարմարությունը թույլ չի տալիս։ Դրա համար պետք է անպայման մի բան մտածել եւ դիմել սրբազանին, դիմել կաթողիկոսին եւ պայմանները թել։ Այո, առաջարկություններ անել։ Բարբերաբար քահանա այցելի։ Չի հնարավոր քահանա այցելել, ես դա ասում եմ։ Ինչու՞։
Որտեղ ամբողջ այդ բանում Մարտակերտի շրջանի հոգևոր երկու հոգևոր հոյ կա, մեկը Գանձասարում, մեկն էլ Մարտակերտում։ Խնդիրը ըստ Աշոտ Սարգսյանի կարող է լուծվել միայն ծխական խորհրդի առկայության դեպքում։ Ինչ արդյունքներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահին կից հանրային խորհրդի աշխատանքային հանձնախմբի այցն Արցախ։ Ինչ կլինի հետոն, դա արդեն հետոն ցույց կտա, ժամանակը ցույց կտա, որովհետև դեռ մենք ընդհանրապես ուսումնասիրում ենք եւ նայում ենք թե ինչ կա, չկա եւ ինչպես է արված։ Արցախում կատարված ուսումնասիրությունների եւ պատկան օղակների հետ աշխատանքային քննարկումների արդյունքները հանձնախմբի անդամները ներկայացնելու են Երևանում հանրային խորհրդին։ Լուսինա Ավանեսյան, Բենիկ Ղարախանյան, օր